Ինչ է երջանկությունը, ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու երջանկությունը բոլոր ամեն տեսակի բարիքների ամբողջացումն է, թե հոգևոր եւ թե մարմնավոր, ինչ որ երանություն, ինչ որ երջանկություն մարդը Աստված մարդու համար պատրաստել է, թե հոգևոր եւ թե մարմնավոր, դա կոչվում է երջանկություն։ Իսկ թշվառությունը որն է, դրա հակառակը ամեն տեսակի չարիքների ամբողջացում։ Երկնքի արքայության մեջ մարդիկ երանելի են լինելու, իսկ դժոխքում մարդիկ թշվառ են լինելու, որտեղ ոչ հոգևոր, ոչ մարմնավոր, ոչ մի բարիք չեն ունենալու։ Որոնք են մարմնավոր բարիքները, որ Աստված մարդուն խոստացել է, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացուն։ Առաջինը առողջություն։ Երկնքի արքայության մեջ մարդիկ կատարյալ առողջություն լինելու։ Երկրի վրա կատարյալ առողջություն չկա, չէ՞։ Գեղեցկություն, ինչքան էլ խեղանդամ լինեն մարդիկ, հա, գիտեմ, կաղ լինեն, կույր լինեն, համր լինեն, խուլ լինեն, գիտեմ, աղճատված լինեն մարմնի անդամները, ամբողջը վերականգնվել է ողջ անդամ, շատ գեղեցիկ են լինում, ինչպես Աստված Ադամին ստեղծեց, դրախտում դրեց։ Երրորդը հզորություն։ Այսօր մարդիկ ուժ չունեն, չէ՞, ուժը տկարանում է, երբ որ ծերանում են, արդեն ուժ չունեն, առայքություն չունեն։ Նաև ուժեղ են լինելու։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, եթե ուզեն մի ձեռքով, կարող են երկրագունդը շարժել։ Իհարկե, պես է ասում։ Մյուսը ամենուր թափանցելություն, ասինքն որտեղ որ մտքով ուզեն, այնտեղ մարմնով կհայտնվեն, ինչպես Քրիստոս ջրերի վրա քայլեց, փակ դռներով մտավ, հա։ Այսպիսի հետաքրքիր եւ ամենակարևորը մարմնի կարևորագույն հատկությունը որն է անհոգություն։ Մարմինը որևէ հոգս չունենալ։ Այս աշխարհում ինչքան հոգսեր ունենք, չէ՞ մենք։ Հոգևոր բարիքները դա արդեն պարզ է։ Ուրախություն, երջանկություն, խաղաղություն, սեր։ Այս աշխարհում մարդիկ ինչ են ձեռք բերում, հավատք։ Հավատքին հաջորդում է հույսը, չէ՞։ Հույսին ամբողջանում է սերը։ Երբ որ մահանում են, այս աշխարհից գնում են, հավատքը դադարում է։ Հավատքը տեսանելի բաների հանդեպ է, չէ՞։ Բայց երբ որ մենք մահանում ենք, այս աշխարհից գնում ենք, այնտեղից տեսանելի ոչինչ չկա։ Այսինքն ինչ որ հոգևորը պատկերացնում էինք, այլևս տեսնում ենք, հավատքով ենք տեսնում, մարմնավոր աչքերով չէինք տեսնում, հավատքով, հոգու աչքերով ենք տեսնում, մահվանից հետո ինչ որ պատկերացնում ենք, տեսնում ենք այնտեղ։ Էլ ինչին հավատանք, որ բացահայտ է, հա։ Բայց հույսը դեռևս մնում է, որտեղ մենք դեռ մեր բարիքներին չենք հասել, այսինքն հավիտենական կյանքը չի դեռևս եկել։ Իսկ Քրիստոսի գալուստից հետո հույսն էլ է դադարում, որտեղ ինչ որ ակնկալում ենք, ինչին որ սպասում ենք, հասնելու ենք։ Եվ ինչն է մնում, սերը։ Հավատք, հույս, սեր, այս երեքից ես դրանցից առավել մեծը սերն է, ասում է Պողոս առաքյալն է, հավատում, հույսը այս աշխարհի եւ մահվանից հետո են, իսկ սերը հանդերձյալ կյանքի համար։ Հիմա տեսեք դրան հակառակ թշվառությունն ինչ է։ Սուրբ Գրիգոր Տաթևացին եւ Նարեկացին ասում են, որ մարմնի մեղավորների մարմնի վրա նկարագրվելու են իրենց բոլոր մեղքերը։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, մեղավորները մսե բլուրների նման են հարություն առնելու, անճոռնի են լինելու, տգեղ են լինելու։ Եվ մեղքը նկարագրվելու է, ինչպես այս աշխարհում, երբ որ մեղավորին տեսնում են, արդեն ոնց որ մարդ չասեն են, մի հատ հայելի մուլտիկը կա, որ ասում է հարբեցողա կամ կաշառակերա, չէ, արդեն այն կերպարը այնպեսին է դարձել, որ արդեն նայում ես, իմանում ես ինչ է։ Այդպես էլ նույնը լինելու է դժոխքում։ Ճանաչվելու են բոլոր մեղավորները։ Տեսեք, ավետարանում մեր Տերն ինչ ասում է, եւ ցորենը հասկ հավաքվի շտեմարաններում, իսկ հարդը խուրձ կայրվի գեհենի դժոխքում։ Խուրձ ասելով
ասում է Սուրբ Գրիգոր Դաթևացին, մեր Տերը նկատի ունի ամեն խրձի մեջ իր տեսակի մեղավորներն են, հա, ասենք սրանք հարբեցողների խորձն է, մեղ Աստծո բոլորս էլ մեղավոր ենք, բայց որը մեկին չեմ ուզում դատապարտել, էլի, սրանք հաշշամոլների, խաղամոլների, շնացողների, ի վերջո, սպանողների, ավազակների խորձերն են, հա, այսպես խուրձ հավաքվելու են և նետվելու են հավիտենական տանջանքներ։ Երկինքի արքայության բոլոր արդարների սուրբերի առանձնահատկությունը ինչ է, որ բոլորը միատեսակ են լինելու և ինչն է տարբեր։ Միատեսակ է լինելու, որ բոլորը Քրիստոսի տեսությանն են արժանալու, բոլորը Քրիստոսին տեսնելու են, հա, և դա ամենամեծ երանությունն է, Աստված տեսությունը, չէ, այստեղ մենք երազում ենք, այնտեղ ինչպես Պողոս առաքյալն է ասում, այստեղ հայելու մեջ, այնտեղ դեմ առ դեմ, եթե արժանանանք Քրիստոսին կտեսնենք։ Իսկ դրան հակառակ ասում է Սուրբ Գրիգոր Դաթևացին, դժոխքում ո՞նց է, ասում է, բոլորը սատանային են տեսնելու, ասում է, և դա ամենազարհուրելի, ամենանողկալի երևույթն է, որ ավելի լավ կհամարեն հավիտյան տանջվեն, քան չարի երեսը չտեսնեն, հա։ Այդ բոլոր թշվառությունների մի կողմ, հիվանդություն, տգեղություն, ծանրություն, եթե սուրբերի մարմինները թեթև էին, ուժեղ էին, առողջ էին, դրա հակառակ թշվառություններն են այնտեղ, եթե անհոգ են, այնտեղ հոգսաշատ են, տանջվում են, չարչարում են, և ցավոք սրտի նրանց տանջանքը չի դադարում, հա։ Ուրեմն այս բոլորը մենք գիտակցելով ձգտենք երանությունների և ոչ թե թշվառության։ Ամեն։